Տիկին Գուջյան, կնոջ կյանքում մի կարևոր ժամանակահատված կա, որը կոչվում է դաշտանադադար։ Եվ մոտեցումները շատ հակասական են, շատ տարբեր են, մենք դրա մասին խոսել ենք մեր թողարկումներից մեկի ժամանակ։ Այս մեթոդի կիրառումը դաշտանադադարի ժամանակ հատկապես հեշտոցի չորության, սեռական հարաբերության ժամանակ նկատվող դիսկոմֆորտի պարագայում ցուցված է, թե ոչ, եթե այո, կխնդրեի պատմեք դրա մասին։ Շնորհակալ եմ հարցի համար։ Դաշտանադադարի կանայք, այսպես ասած, էլեգանտ տարիքի կանայք, իրանք իհարկե առավել ուշադրության են արժանի, ինչու, որովհետև բոլոր այն խնդիրները, որոնց մասին մենք խոսեցինք, բացի յուրաքանչյուրը իր անհատական պատճառագիտական գործոններից, բոլորի հիմքում այնուամենայնիվ դրված է իհարկե էստրոգեն դեֆիցիտի հանգամանքը, ու պարզ է, որ դաշտանադադարում մենք դա ակնհայտորեն ունենք, այսինքն եթե մենք ունենք էստրոգեն դեֆիցիտ, ուրեմն մենք ունենում ենք հեշտոցի չորություն, ունենում ենք սեռական ակտի ժամանակ տհաճ զգացողություն, ունենում ենք ցավեր, ունենում ենք սեռական ցանկության բացակայություն եւ մաշկի որակի փոփոխություն, գույնի փոփոխություն, այդ ամբողջ համակցվածությունը, ինչպես նաեւ իհարկե անմիզապահություն։ Եվ այս տարիքի կանանց իհարկե կրկին ասելով, բացառելով մի քանի հակացությունները, միանշանակ ինտիմ գինեկոլոգիայի մասնավորապես ապարատային լազերային միջամտությունը իհարկե ցուցված է ու շատ բարձր արդյունավետություն ունի